Ստրասբուրգի մեջ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքին հարակից տարածքի մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեծոլայի ներկայությամբ բացումը կատարվեցավ հայոց Այփուփենի հուշարձանին։ Արմադակիր երկխոսության ուժը խորակիրով արձանը տեղադրված է Հայաստանի Հանրապետության կողմեն ի նշան երախտագիտության Եվրոպական խորհրդարանի շարունակական եւ անվերաբար աջակցության համար։ Այս կանդակը փաղկացած է հայոց Այփուփենի դարերեն։ Ռոբերտա Մեծոլան իր խոսքին մեջ նշած է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունակարն է, այն մեզ կմիավորե եւ առաջ կշարժի։ Ի վերջո, այդպիսին է Եվրոպայի խորհրդարանի իր էությամբ երկխոսության գառուցում իրարու հետ քաղաքացիներու հետ եւ մեզ շրջապատող աշխարհին հետ։ Եվ այս գեղեցիկ գործով հայոց Այփուփենի այս պատկերմամբ հայերեն իր դեղ կամրաբնթե այն հարուստ եւ բազմազան երկխոսության մեջ, որը կգոչվի Եվրոպա, ըսած է Ռոբերտա Մեծոլան եւ մեջ բերած հայ բանաստեղծուհի Սիլվա Գաբուրիկյանեն, ուր էլ լինես այս լուսնի տակ, ուր էլ գնաս քո մայր լեզուն չմոռանաս։ Վարչապետ Փաշինյան իր խոսքին մեջ նշած է, որ հայոց Այփուփենի քյուդը դեղի ունեցավ թեր 5-րդ դարուն եւ հայկական ինքնության կարեւորագույն հիմնասյուներեն է։ Շատ խորհրդանշական է այն իմաստը, որ այս կանդակը կընդգծե կարեւոր կապը հայկական ինքնության եւ եվրոպական ինքնության միջեւ։ Կգարձեմ, որ խոսքը, գիտելիքը, քրությունը ժողովրդավարության կարեւորագույն եւ ուժեղագույն խորհրդանիշներեն է, քանի որ կարելի չէ ունենալ ժողովրդավարություն առանց քիրի, առանց ելույթներու, առանց խոսքի, առանց օրենքներու, ըսած է վարչապետ Փաշինյան։ Փարիզի մեջ հյուլեական ուժանույթի երկրորդ կակատնաժողովի մասնակցել են եւ բարձր մագարտակի հանդիպումներն հետո Հայաստանի վարչապետը մեկնած էր Ստրասբուրգ, ուր ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանեն ներս։ Փաշինյան խոսեցավ Հայաստանի մեջ սպասվող խորհրդարանական ընտրություններեն, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններեն եւ ակնկալիքներեն, ինչպես նաեւ դարաձաշրջանի մեջ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունն։ Սա վարչապետին երկրորդ ելույթն էր Եվրոպայի խորհրդարանեն ներս։ Առաջինը 2023 թվականին, այս անգամ վարչապետը իր խոսքը կառուցեց իր նախորդ ելույթեն հետո Հայաստանի եւ դարաձաշրջանի մեջ տեղի ունեցած իր ձևակերպմամբ անհավանական երևույթները ներկայացնելով։ Եվրոպայի խորհրդարանեն ներս տեղի ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպայի խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեծոլայի առանձնազրույցը։ Փաշինյան եւ Մեծոլա շեշտած են, որ կա ուժեղ հանձնառություն երկուստե կապերը ամրապնդելու համար։ Հայաստան պատրաստ է Կորնիցոր, Գորիս, Եղեգնացոր երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջաններուն եւ Նախիջևանի միջև կապը։ Հայտարարած է վարչապետը Եվրոպական խորհրդարանին ներս ունեցած ելույթի մեջ, վստահեցնելով, որ այս առաջարկը նպատակ չունի որևէ կերպով ցկցկելու, խափանելու մոռացության մատնելու Վաշինգտոնի պայմանավորվածությունները։ Ինչպես Ադրբեջանը կսպասի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան գաբի հաստատման, այնպես էլ մենք կսպասենք Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավին եւ հյուսիսին միջև երկաթուղային գաբի հաստատման, ըսած է Փաշինյան։ Երկրի ղեկավարը Եվրոպական խորհրդարանի ամբիոնեն անդրադարձավ նաեւ խաղաղության կարեւորության, խաղաղության թեմ պայքարին եւ այդ գործին մեջ որոշ հոգեվորականներու ներգրավվածության։ Մերձավոր արևելքի մեջ իրավիճակը լարվել են հետո Իրանեն Հայաստանի տարածքով տեղափոխված են 46 երկիրներու քաղաքացիներ, տեղեկությունը կհայտնի Հայաստանի արտաքին գործոստ նախարարության փամփեր Անի Բադալյան։ Արտաքին գործոստ նախարարության խոսնակը նշած է, որ ըստ անհրաժեշտության Հայաստանի կողմեն աջակցություն ցուցաբերված է մուտքի արտոնակիրներու հարցով։ Ամերիկայի եւ Իսրայելի պատերազմը Իրանի դեմ կշարունակի աստել համաշխարհային վարելիքի մատակարարումներուն վրա։ CNN հաղորդած է, որ քարյուղիկինը 1 բարելի համար գրգին կերազանցեց $100։ Քարյուղիկիները գաջին եվրոպական եւ ասիական երկիրներու տնտեսությունը վտանգված է, սա փորձակետները արձանագրած են։ Որպես լուծում Ամերիկայի նախագահը քարյուղի համաշխարհային քիներու աճը զսպելուն ուղղված միջոցառումներու փաթեթ կդիտարկե, որը կներառե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներու մեղմացում եւ քարյուղի արտագարկ մաշարներու համագ Ըստ Reuters-ի քննարկումներու ընթացքին ցանոթ բազմաթիվ աղբյուրներ նշած են, որ այս տարբերակները գարդացել են Սպիտակ տան մտահոգությունը առայն, որ քարյուղիկիներու կդրուկ տադանումները նոյեմբերին տեղի ունենալիք միջանկյալ ընտրություններու շեմին դրնան վնաս հասցնել Ամերիկայի տնտեսության։ Լրագրողներու հետ զրույցին Թրամփ հայտարարած է, որ իր վարչակազմը քայլեր կառնի շուկան գայունացնելու ուղղությամբ։ Եվրոպան գոշտ կարձագանք է Թրամփին։ Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայն հայտարարած է, որ այժմյան ճգնաժամի պայմաններու մեջ ոմանք կբնթեն, թե պետք է հրաժարին երկարաժամկետ ռազմավարութենեն եւ նույնիսկ վերադառնան ռուսական հանածո վարելիքի օգտագործման։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին երկուշաբթի օր եվրոպական երկիրներուն գոչրած էր վերանայելու ռուսական գազեն հրաժարելու որոշումը, որը ընդունված էր ուկրաինական պատերազմի պատճառով սահմանված պատժամիջոցներու շրջանակներու մեջ։
Իրան գսպարնա թույլ չի տալ, որբեսի կետ 1 լիտր քարյուղ դեղափոխվի Հորմուզի նեղուցով եւ հասնի Միացյալ Նահանգներուն Իսրայելին գամանոնց տաշնագիցներուն։ Հորմուզի նեղուցին 3 բեռնադառնավ ենթարկված է հարցագումներու։ Այդ մասին կդեղեկացնե Euronews, Թեհրան հայտարարած է, որ Հորմուզի նեղուց ուղևորվող որևէ նավ թիրախ պիտի դառնա։ Ամերիկայի նախագահ հայտարարած է, որ Իրանի հետ պատերազմը կգրնա շուտով վերջ գտնել, բնտելով, որ կորձնական ոչինչ մնացած է թիրախավորելու։ Ամերիկյան Axios լրատվական գայքին տված հարցազրույցին մեջ Դոնալդ Թրամփը ասաց է, որ պատերազմը հիանալի կընթանա եւ ամերիկյան ուժերը ավելի շատ վնաս պատճառած են, քան ի սկզբանե կգնգալվեր։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Քաց բնտած է, թե պատերազմը կշարունակվի առանց որևէ ժամանակային սահմանափակման եւ այնքան որքան անհրաժեշտ է, քանի դեռ չեն հասած իրենց նպատակներուն։ Սպիտակ տան մամլոք արդուղար Քերոլայն Լևիթ հայտնած էր, որ Դոնալդ Թրամփ ինքն է որոշելու, թե որ բարակային Իրան լիագադար հանձնված կհամարվի։ Մամլոք արդուղար Քերոլայն Լևիթի խոսքով ռազմական գործողությունները պիտի ավարտեն այն ժամանակ, երբ Թրամփ որոշե, որ ռազմական նպատակները կատարված են եւ Իրան այլևս սպառնալիք չի ներկայացներ Ամերիկայի եւ անոր դաշնակիցներուն համար։ Թեհրան ներկա իրավիճակի մեջ Վաշինգտոնի հետ բանակցություններ չի դիտարկեր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան ձևակերպած է Թեհրանի պահանջները։ Մերձավոր արևելքի մեջ հակամարտության ղեկավարման համար անհրաժեշտ է ճանչնալ Թեհրանի իրավունքները եւ փոխհատուցում վճարել։ X-ի հարթակին գրած է նախագահ Փեզեշքյան։ Ան նշած է, որ հերախոսազրույց ունեցած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Պակիստանի առաջնորդ Ասիֆ Ալի Զարդարիի հետ, վերահաստատելով Իրանի հանձնառությունը տարածաշրջանի մեջ խաղաղության պահպանման։ ՄԱԳ-ի անվտանգության խորհուրդը հաստատած է Մերձավոր արևելքի հակամարտության վերաբերյալ Բահրեյնի մշակած բանաձևը, որը կդադարեցնի Իրանը, սակայն չի հիշադակեր Ամերիկայի եւ Իսրայելի հարձակումները, հաղորդած է ԹԱՍ։ Անվտանգության խորհրդի 15 անդամներեն 13-ը քվեարկած է փաստաթուղթի օգտին։ Ռուսաստանն ու Չինաստանը ցերմբահ մնացած են քվեարկութենեն։ Բանաձևը կբահանջի Թեհրանին դադարեցնել իր հարձակումները եւ կդադարեցնի Իրանի իշխանությունների գործողությունները, որոնք ուղղված են Հորմուզի նեղուցով նավարկության ազատության խոչընդոտելուն։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան բանախոսության փանտես եկած է Ամերիկայի հեղինակավոր Ռենդ Կետրոնի մեջ, կհայտնեն տեսփանադունեն։ Հանդիպան ներկա գտնված է նաև Լոս Անջելեսի մեջ Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյան։ Քննարկված են Հայաստան-Ամերիկա հարաբերություններուն արհեստական բանականության, ուժանույթի եւ հազվագյուտ մեդալներու ոլորտին առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերված է շարունակելու համագործակցությունը նույն ձևաչափով։ Ձեզի հետ է Անի Զեյթունցյանը։